Փաշինյանը ունի հստակ խնդիր ոչնչացնելու հայ ժողովրդի իմունիտետը։ Հայ ժողովրդի իմունիտետը դա հայ առաքելական եկեղեցին է։ Այս նպատակի համար էլ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, կանգ չի առնում, պնդում է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։ Կաթողիկոսի եղբոր Եզրա Սրբազանին վերագրվող փաստաթուղթն էլ, որ ԿՊԱ-ականները Երևանից տարածում են, ասում է այդ շրջանակում է։ Ինքը փորձելու է մասնատել եւ Էջմիածինը դարձնել Հայաստանի եկեղեցի։ Այդ հայ առաքելական համընդհանուր, այսպես ասած, տիեզերական եկեղեցին վերացնելու է։ Իշխող կուսակցության կայքը երեկ հրապարակել է ԱԱԾ-ից ստացած մի փաստաթուղթ, ըստ որի կաթողիկոսի եղբայրը Եզրա Սրբազանը 80-ականներին համագործակցել է սովետական ԿԳԲ-ի հետ։ Փաշինյանի թիմակիցները ակտիվ տարածում են այս թուղթը որպես ապացույց վարչապետի պնդումների, թե կաթողիկոսն ու նրա ընտանիքը օտարերկրյա գործակալ են։ Եվ ես կարծում եմ, որ դա վերջում լինելու է մեր ԱԱԾ-ի արդարացման փաստարկներից մեկը, որ դա հորինել են ու ես երեկվային բանում էլ գրել էի, որ դա վերջում գցելու են CVKM-ի վրա։ Տիգրան Պասկևիչյանը կասկած չունի, փաստաթուղթը կեղծ է։ Եթե Լատվիայում փաստաթուղթը նման եղել է ռուսերեն, Լատվիան, Մերձբալտիկան շատ ավելի հակառուս էին եւ շատ ավելի իրանց լեզուն բանը պահող էին։ Եթե Լատվիայում եղել է ռուսերեն, Հայաստանում պիտի լիներ ռուսերեն ու ռուսերեն։ Եթե նույնիսկ իրական է լիներ, հետո ինչ, ասում է հրապարակախոսը, ենթադրենք սովետական միության օրոք Եզրա Սրբազանին էլ ինչպես շատերին հավաքագրել են, ուրեմն երկրի դեմ է գործել, ավելի մեծ վնաս է հասցրել Հայաստանին, քան Նիկոլ Փաշինյանը, հարցնում է հրապարակախոսը։ Մեծ հաշվով կարող է ավելի շատ վնաս է տվել, քան Նիկոլ Փաշինյանն է վնաս տվել Հայաստանին եւ հայությանը։ Արցախ է կորցրել, 5000 մարդու է զոհել, Հայաստանի սահմաններում ադրբեջանական զորք է թույլ տվել, որ մտնի կանգնի։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Այս մարդը ինչ շփում ունի Հայաստանի շահերի հետ։ Ասենք ինչքանով է իր գործունեությամբ պայմանավորված Հայաստանի շահերի զորացումը կամ նվազեցումը, պակասեցումը, թուլացումը, ոչ մի կապ չունի։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Եզրա Սրբազանին վերագրվող փաստաթղթի հրապարակումից մեկ օր առաջ վարչապետ Փաշինյանն առանց փաստերի նորից պնդել էր, թե կաթողիկոսը կառավարվում է դրսից ու հորդորել հետևել փաստերին։ Նրա խոսքերից մեկ օր անց իր ղեկավարած կուսակցության լրատվական կայքում հայտնվեց ԱԱԾ-ից փոխանցված այս թուղթը։ Եթե ասում եք ԿԳԲ-ի գործակալ, ԿԳԲ-ն որպես այդպեսին գոյություն չունի։ Եթե այդ մարդը որպես գործակալ փոխանցվել է FSB-ին, որ այսօր Ռուսաստանի նույն ԿԳԲ-ն է, ասեք FSB իր անունը տվեք։ Վախենում եք, ասեք այդ անունը։ Եթե վախենում եք, այս ինչ կապիկություն է։ Այս ինչ կապիկություն եք անում։ Իսկ FSB-ի մասին վախենում ասի, որովհետև FSB-ից կարա պատասխան ստանա, ԿԳԲ-ից չի կարա պատասխան ստանա։ Այս պատմության մեջ ամենավտանգավորն ու խայտառակությունը ազգային անվտանգության ծառայության դերակատարումն է, ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Մեծ խայտառակությունն է ազգային անվտանգության ծառայության համար։ Այս կարևորագույն կառույցը դարձել է քաղաքական գործիք Փաշինյանին դիմախոսների դեմ։ Ընդհուպ կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել, հրապարակել ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցողների անունները, այդ համագործակցությունը վարկաբեկել, որը նաև երկրի օգտին է լինում, ասում է հրապարակախոսը։ Այդ գործակալական ցանցը դա ցանկացած անվտանգության ծառայության հարստությունն է։ Եվ որևէ ես պատահական չէի գրել, որևէ քաղմաս, ասենք Դավթաշենի քաղմասը իր իրազեկողներին չի բացահայտում։ Տիգրան Պասկևիչյանի տպավորությամբ կաթողիկոսի դեմ Փաշինյանի պայքարին ԱԱԾ-ի այս փաստաթուղթը չօգնեց, ինչպես ակնկալում էին։ Ամբողջ լրահոսում բանն է, ԿՊԱ-ականներն են միայն, որ առաջ են մղում այս բանը։ Առողջապահության նախարարը ուրեմն այս նյութն է տարածում։ Եղբայր քո ինչ գործն է այս նյութը։ Թե առողջապահության նախարարը ցնծության մեջ տարածում է այս fake փաստաթուղթը, վաղն էլ կվերցնի, չգիտեմ, ինչ-որ մեկի հիվանդության պատմությունը կտարածի։ Գործակալ լինելու վերաբերյալ մի փաստաթուղթ էլ իշխանության առանցքային դեմքերից մեկի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի անունով կա։ 4 տարի առաջ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը փաստաթղթեր հրապարակեց, պնդելով, թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2007-ին հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից։ Միրզոյանը ընդունել էր, որ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության հետ, իր ստորագրությունն է, բայց գործակալ լինելու մեղադրանքը հերքել։
Բացատրել էր, թե ինչու է համագործակցել։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի ասպիրանտի եւ գիտաշխատողի Հայաստանի ազգային արխիվի հասարակական քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի որպես պատմաբանի ով այդ շրջանում ցեղասպանության անդրադարձող ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ գրում նաև արտասահմանյան պարբերականներում ահա հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ դիմել է ինձ եւ խնդրել, առաջարկել, աջակցել իրենց այս օրակարգով։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ընդունում է, որ այս փաստաթուղթը իրական է, ինչպես է մեկնաբանում։ Թեմից մինչ այս պահը չեն արձագանքել, մայրաթորից էլ մեր զանգերին չպատասխանեցին։ Նրանք, ովքեր ապացույցներ են պահանջում, որ կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրված գործակալ է, ստացան, այլևս աներկբա է, որ կտրիճն ու նրա եղբայրը, ովքեր եկեղեցին վերածել են Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի եւ դրա դիմաց շքանշաններ են ստացել, պետք է հեռանան։ ԿՊԱ-ականները, որ մինչև վերջերս կաթողիկոսի հրաժարականը պահանջում էին կուսակրոնության ուխտը խախտելու պնդումով, երեկվանից այս փաստաթղթով են պահանջում։ Գարեգին II անհապաղ պետք է լքի մայրաթոռը։ Կաթողիկոսը հրաժարականի մասին անգամ ակնարկ չի արել։